Սիրելի հայրենակիցներ, ինձ համար և դժվար է և ինչ-որ չափով նաև հեշտ է, որ պայքարի մեջ ենք և պայքարը չնայած նրան, որ չի ունեցել արդյունավետ արդյունքներ մեզ չի պարգևել, բայց այնուամենայնիվ ես հավատում եմ, որ այդ օրը մենք միասին տոնելու ենք։ Եթե այս մարդիկ, ովքեր նախաձեռնել են այսպիսի մի գործընթաց, որով ցանկանում են ընդմիշտ մնալ, ընդմիշտ վերարտադրվել, ընդմիշտ արատավոր կարգերով ապրի հայ ժողովուրդը, իրենք ունեն մեկ շտաբ, մենք այս պահին կարող ենք ասել, որ ունենք 2 շտաբեր։ Եվ դա արդեն իսկ խոսում է այն մասին, որ մեր հանրությունը պատրաստ է համախմբվելու և համատեղ ոչ թե պայքարը տանելու, այլ պատրաստ է մեր վրա հարձակումը վերափոխի այնպիսի իրավիճակի, որ հարձակումը դառնալու է մեր նոր կարգերի ստեղծման ճանապարհը, այսինքն այն բոլորը, ինչ որ այս պահին խոսվեց այստեղ, թե ժամանակավոր անցումային կառավարություն, թե նոր ընտրություններ, խորհրդարանական և նախագահական, դրանք բոլորը իրատեսական են և իրատեսական են հենց մոտ ժամանակում։ Եթե մենք դա չենք իրականացնում, մեր սերունդը դա չի կարողանալու իրականացնել, ապա ես կարծում եմ, որ մենք արժանի ժողովուրդ չենք լինելու, իսկ ես հավատում եմ, մեր ժողովուրդը արժանի է, մեր երեխաները արժանի են, որ ունենան իրոք Հայաստանի Հանրապետություն, լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այս 25 տարիների ընթացքում մեզ դա ըստ էության չհաջողվեց, բայց եթե մենք 88 թվականից մինչև 94 թվականը կարողացանք դիմակայել արտաքին թշնամուն, ապա ներքին թշնամուն դիմակայելը և հաղթանակ տոնելը, դա մեր համար հասանելի է, հասու է, ուղղակի մեզ մնում է միայն կազմակերպվել։ Ես ողջունում եմ մեր գործընկերներին, ովքեր այլ ճակատ է, ոչի, որը նույն մեր ճակատն է, որովհետև մենք այնտեղ էլ կանք, շուրջ 1 ամիս առաջ մենք դա իրար հետ որոշեցինք, որ պետք է այդ ճակատը նույնպես լինի և համատեղ գործունեության արդյունքում մենք կարող ենք ունենալ այն, ինչ որ նախատեսել ենք։ Դա է մեր հիմնական նպատակը։ Ես նույնպես համամիտ եմ, որ մենք կարող ենք դրան հասնել միայն և միայն ընդվզմամբ, միայն և միայն անհնազանդությամբ և դուրս են գալիս մեր այս թմրության վիճակից և իրոք անհնազանդություն ենք ցույց տալիս, որովհետև այս անձը Սերժ Սարգսյանը ով է, նա մի մարդ է սովորական, իր վախերով, իր թուլություններով, իր նաև, այսպես ասենք, այս տարիների ընթացքում նաև փոքրությամբ, այս ամենը մեր աչքերի առջև է, ինչից ենք մենք վախենում։ Ես բացարձակ ուզում եմ ասել ձեզ, որ վախենալու ոչ մի խնդիր մենք չունենք, մենք մի խնդիր ունենք, կազմակերպվելու և ցույց տալու, որ մենք այս փոքրիկ մարդկանցից չենք վախենում, այս փոքրիկ մարդկանց մի կողք ենք դնելու և գալու են իրոք այնպիսի հայ մարդիկ, որոնք իրոք ազգային են և մեր ազգային շահն են առաջ մղելու, հայ ժողովրդի շահն են առաջ մղելու, մեծ մարդիկ, ոչ թե փողով են իրենք մեծ, այլ իրենց հոգով և գաղափարներով։ Եկել է մեծ մարդկանց ժամանակը։